Հանձնաժողովը տվեց համաձայնություն քրեական հետապնդում իրականացնելու, հանձնաժողովը տվեց համաձայնություն քրեական հետապնդում իրականացնելու, հիշեցման կարգով առաջադրված մեղադրանքները վերաբերվում էին 2004-2009 թվականների դեպքերին, դուրս գալուց մտնելուց հարցնում ենք 300 այն ժամանակ, պաշտոնական դիրքի չարաշահում, հիմա արդեն բոլոր մեղադրանքներին գումարում են փողերի լվացում, ըստ էության հանձնաժողովը արձանագրեց մի բան, որ ինքը չգիտի ինքը ինչ անում, որովհետև ես առաջին այսքան երկար տևողության պատճառներից հիմնականը հետևյալն էր, նախկին բարույթներից հետո ուղղակի հարցնում ենք, ասում ենք լավ, կասեք քննարկվող հարցերի շրջանակը, որովհետև բարույթը սկսվեց նրանով, որ հանձնաժողովից ներկայացվեց, որ մենք հիմա իրավական հարցեր չենք քննարկելու, իրավափաստերի հարցեր չենք քննարկելու, որին շատ հստակ ասենք, լավ, կարող եք պարզաբանել այս վարույթի ժամանակ ինչ եք քննարկում։ Ասես պարզաբանեմ, Սահմանադրական դատարանը ասել է, որ դուք պետք է լսված լինեք, կարողանաք հարցեր տալ, ծանոթված լինեք, նյութերը կարդաք, ասի հետ հասկացա, այդ վարույթի ընթացքն է, բայց ինչ են քննարկելու որոշման հիմքում իրավական արգումենտներ, քաղաքական արգումենտներ, գործընթացի հետ, չէ, մենք փաստեր չենք քննարկում ու պարզա որ հանձնաժողովը տեղյակ չի ինքը ինչ գործառույթ ունի։ Ինքը գտնում է, որ ինքը ուղղակի պետք է կարդա, եթե տեղ հայերեն տեքստագրած ինչ-որ բանով բավարարի, ընդ որում արդեն չգիտեմ, որ երրորդ անգամ է հանձնաժողովի քվեարկությունները այս գործին չվերաբերվում են, եթե ուշադիր նայեք, բոլորը միաձայն են։ Չկա էլի մի հոգի, որ ասի, չէ, էլի ես համաձայն չեմ հանձնաժողովի որոշման հետ։ Մոտավորապես ինչ-որ այդ ընթացակարգով հանձնաժողովի որոշումներից ոչ մեկը մենք ներկայացրեցինք հստակ, որ նյութերում մեղադրանքում նշված տեղեկատվությունը սուտ է, ոչ թե չի հիմնավորվում, սուտ է։ Այսինքն հիմա բաներ, եթե ուրեմն կարծում եմ շուտով հեսա հմեկով ռեպորտաժը դուրս կգա, որ Ռոբերտ Քոչարյանը նախագահ ժամանակ աջակցել է կամ ինչ-որ բան արել, չգիտեմ, չարաշահել է, ինչ-որ ուսումնական հաստատության գույքը 12 միլիոն, չգիտեմ ինչքան դրամանոց գույքը, այն ներողություն 1 միլիարդանոց գույքը 12 միլիոն դրամով վաճառել են, որ հետո վերադարձել է իր ընտանիքի անդամին, ասենց ինչ-որ բան կգնա, բայց երբ որ մենք ներկայացրեցինք, որ ըստ էության այդ գույքի վաճառքը եղել է կառավարության որոշմամբ, կառավարության կազմում Ռոբերտ Քոչարյանը չի եղել, այդ որոշման վրա Ռոբերտ Քոչարյանի վավերացումը որպես նախագահի կա, որովհետև 95 թվականի սահմանադրությամբ նախատեսված է եղել ընթացակարգ, որ կառավարության որոշումները վավերացնում է նախագահան, այսինքն վարչապետը ստորագրում է, նախագահան վավերացնում է։ Ըստ էության կառավարության պայմանները ինչով է եղել ես չունեմ, որովհետև ինչ-որ բաներ կպատմեն հեսա, բայց ըստ էության կառավարության որոշման մեջ գրված է եղել, որ կառավարության սահմանված կարգով գնահատված գույք է եղել երրորդ կարգի վթարայնության, որից հետո ձեռք բերողը եղել է Ֆեդերացիայի Թենիսի Ֆեդերացիայի նախագահան, պարտավորվել է ներդրումներ անի, պարտավորվել է այդ տարածքի ուղղությունը այդ ժամանակ չփոխի եւ ձեռք բերող, որ ես ասում եմ, խոսքը չի գնում այդ 1 միլիարդ հողի մասին, խոսքը գնում է վարձակալության պայմանագրով այդ ձեռք բերելու է դրա վրա ինչ որ կիսականված ինչ որ գույքեր են եղել, որոնք ձեռքաբերվել։ Հիմա այդ շենքերը չկան, այդտեղ ամբողջությամբ կառուցվել է նոր տարածք եւ համապատասխանաբար դրա շրջանակներում գործը դա է, մենք ներկայացրեցինք, որ այդ գույքը Սեդրակ Քոչարյանի այդ ընկերություններից մեկում ներդրումը արել, ընդ որում ներդրումը հիմնավորող փաստաթղթերը, ընդ որում շոշափելի ներդրումների մասին էր խոսքը գնում, այսինքն այդ ամբողջ թեզիսը, այ որտեղ օգնել է, որպեսզի էժանա վերցնի, ընդհանրապես չի հաստատվում եւ այլն։ Ուզում եմ ասեմ, այս ամբողջը ըստ էության հստակ արձանագրվեց, հանձնաժողովը մեկը որ անհաղորդ էր, որովհետեւ հանձնաժողովը չգիտի, կրկնում եմ, ինչա ինքը որոշում։ Ինքը գիտի, ասում է, դե մենք չենք փաստերը չենք նայելու, քաղաքական կոնտեքստը չենք նայելու, մնացածը չենք նայելու։ Բոլորը միաձայն տվեցին համաձայնություն։ Հələ որ ոչ միաձայն որոշում չեմ տեսել։ Պարոն Օրբելյան, ես կներեք, տեսեք, այս մեղադրանքը, հա, պաշտպանող դատախազը, որ միջնորդություն է ներկայացել համենայն դեպս ԿԸՀ, Ծովակ Մնացականյան, եթե չեմ սխալվում, օրինակ Factor TV, այսպես ասած, հետազոտությամբ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը վարույթ է նախաձեռնել այս դատախազի հետ կապված, որովհետև ինքը բարեվարկության այսպես փուլն անցնելու համար 2023 թվականին հայտնվել է կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ուշադրության կենտրոնում։ Տեսեք, դուք չեք տեսնում այս ամեն ինչի մեջ միտում, որ իր հայտարարագրման մեջ խնդիր է եղել։ Մեկնաբանեմ դատախազի կարգավիճակը գործողությունն է, այս տվյալ գործընթացում առավել կարևոր եւ հետաքրքիր է ԿԸՀ-ի դիրքորոշումը։ Այստեղ սահմանադրաիրավական խնդիր ունենք, որովհետև
դատախազը ինքնին կարող է լավը լինի, վատը լինի, ճիշտ լինի, սխալ լինի, կոռումպացված չլինի, խնդիրը այն է, որ գործը քննում է համապատասխանաբար ԿՀ-ն։ Շատ պարզ մի հատ հարց կա, ԿՀ-ին առաջադրվել է պրիմիտիվագույն մի հատ հարց։ Ինչ հարցի վերջ, երբ որ պետք է քվեարկեք, էլի, դուք ո՞նց եք որոշում, լավ, որ դեպքում կմերժեք, ես հիմնավոր եմ, որովհետև ակնհայտ հանցագործություն չկա, ակնհայտ դրդապատճառները քաղաքական են, որովհետև 18 թվականին հարուցված գործի շրջանակներում քվեարկության արդյունքները հեսավարտին ամոտենում, ներողություն ամփոփվել է, սահմանադրական դատարանի գործընթացը հենց սկսում, այդ ժամանակ մեկ էլ ինչ-որ երկու փաստաթուղթ ենք ընթերցում քրեական գործ։ Վաղեմության ժամկետը ընդհանրապես անցել է, ինչ է խանգարում դա անել 2 ամիս հետո, երբ որ արդեն կենտրոնական ընտրական հանձնաժողովի համաձայնություն ստանալու որևէ անհրաժեշտություն չի լինի, ոչ մի հրատապություն չկա։ Այս բոլորը հաշվի առնելով կենտրոնական հանձնաժողովը բացառապես ասում է մենք փաստերը չենք նայում, մենք չենք քննարկում իրավական։ Ճիշտ եմ հասկանում, որ գործը 2018-ին է հարուցվել եւ երկու հոդվածների մասին է խոսվել։ Խոսքից հասկացա, որ մեկը նախորդ քրեական նախորդ օրենսգրքով, նախկին օրենսգրքով պաշտոնեական դիրքի չարաշահում եւ մյուսը փողերի լվացում ներկայիս օրենսգրքով։ Երկուսն էլ հիմա ներկայիս անցյալի այդ ժամանակահատվածին է, որովհետեւ 2009 թվականին է վերաբերվում։ 2009 թվականից էլ է վաղեմությունը անցել, անկախ ինչ որակում կտան այս գործընթացին։ Հիմա ցավոք սրտի, ինչ ասեմ, երբ որ ես սովորում էի փողերից լվացման այդ հանցակազմը լուրջ հանցակազմ էր, հիմա հələ որ մի հատ գործ չունեմ ես վերջին ես չէ, էլի գրասենյակ, ինչ ուզում ա լինի, վրան մի հատ փողերի լվացումը միշտ կա։ Չտեսա հələ մի հատ գործ, որ ինչ որ պայմանական, պաշտոնական դիրք կլինի, թե ֆինանսական, տնտեսական խնդիր կլինի, ինչ ուզում ա լինի, փողերի լվացումը ավելացրել են գործընկերս արդեն կեսկատակ ասում էր խորհրդային տարիների խուլիգանությունն է։ Ոչ մի բան չլինի կավելացնենք տարբերակով։ Հիմա գործը ինքնին 18 թվականից էր։ Դեռ թողնեն մարդիկ են բանը հանրային տարածքը մի սահմանափակեք։ Գործը 18 թվականի է, ուղղակի ներ տարբեր էպիզոդներ են ավելացել, պակասել, գումարել, բայց ինքնին այս գործը, որը որ քննվում է 18 թվականից է քննվում, առնվազն դատախազը դա հաստատեց եւ այս էպիզոդը նոր չի հարուցվել գծվել, էլի, այսինքն կրկին էլի ինչ որ մի բան է, որը պայմանականորեն բացահայտում են ճակերտավոր ասած բավականին վաղուց։ Խնդիրը ընդամենը հետեւյալի մեջ է։ Հանցավորության դեմ պայքարը շատ կարեւոր է։ Հանցավորության դեմ պայքարի շրջանակներում գործընթացները շատ կարևոր են, բայց անթույլատրելի է քաղաքականացումը այդ գործընթացի, անթույլատրելի է, երբ որ դա օգտագործվում է մեկ այլ կուսակցության առաջնորդի թեզիսները առաջ տանելու համար, այդ կաշառ կոռուպցիա եւ այլն, եւ ըստ էության որևէ բան չէր խոչընդոտում այս գործընթացը անել ընդամենը օգոստոսի 2-ից հետո, եւ եթե պարոն Քոչարյանը բանդատ կվերցներ, այդ ժամանակ արդեն ազգային ժողովում դրմբաց, որովհետեւ ամենաֆունդամենտալ խնդիրը ես պահանջեցի, որ անենք դրմբաց։ Իսկ ինչ պատասխանեցին, պարոն Օրբելյան, նաև դուք նշեցիք, որ նիստի ընթացքում կհարցնեք, թե ինչու հիմա միայն որոշեցին այս գործը։ Մեզ հարց տալու այդ հնարավորությունը սահմանափակվեց, մենք դատախազին հարցը, չնայած ԿՀ-ի ներկայացուցիչները ընթերցեցին սա որոշումը, որ այ հնարավորություն տալ դիրքորոշում հայտնել եւ հարցեր տալ, ասել լավ, եթե չենք իմանում ինչ են քննարկում, գոնե թույլ տվեք հարցեր տամ մի հատ հասկանանք, այդ հարցը պատասխան չստացվեց, բացի վերամբարձ դե որ հանցավորության դեմ պայքար, այ նոր նյութեր ենք ստացել, այդ նոր նյութերն էլ հետեւյալն էլի, փաստաթուղթը զննում ենք դառնում է նոր նյութ։ Նոր նյութեր ենք ստացել համապատասխանաբար նոր գործընթաց։ Հիմա ինչևից է։ Ընդ որում էլ եմ ասում, վաղեմությունը անցած գործով, նես չի որ վաղեմությունը հեսա որ պիտի անցներ դրա համար էր խնդիր եւ այլն։ Այդ դրանով պայմանավորված հիմա մեղադրանք առաջադրվի գործողությունները կատարել։ Ինչ խնդիր է լուծում դատախազությունը ըստ ձեզ, եթե դուք պնդում եք, որ վաղեմության ժամկետը անցել է եւ ոչ մի այսպես քրեական ասում եմ ձեզ, պատվեր, ամսի 1 չեք լսում, էլի պատվեր, որովհետեւ հեսա նայեք երեկոյան, կարամ ես ուղղակի գրած չեմ գալիս, թե չէ գրած կգայի։ Նայենք երեկոյան եթեր կգնա, որ ԿՀ-ն տվեց համաձայնություն Ռոբերտ Քոչարյանին առաջադրել մեղադրանք, որովհետև լինելով նախագահ 12 միլիոն դրամանոց գույքը, ներողություն, 1 միլիարդանոց գույքը վաճառել էր 12 միլիոնով, ասես մարդիկ նայում են, ասում են, «Վայ, ես ինչա կատարվում»։ Ընդամենը բայց այդտեղ ինքը չկա ընդհանրապես ոչ մի տեղով այդ գործընթացի մեջ։ Պարոն Օրբելյան, փաստացի կենտրոնական ընտրական հանձնաժողովը ձեզ այսպես քպակամետ պաշտոնյա կա միշտ այդ բառը օգտագործում է։ Ֆիկտիվ կանչել է ձեզ, ուղղակի լսելու է, միշտ այդ խոսքը օգտագործում է, էլի ինքը։ Ֆիկտիվ է կանչել ձեզ։ Նիստերից մեկի ժամանակ հստակ եմ ասել, ասի եթե պետք է ուղղակի sense ժողովրդական լեզվով ասած կնիկ դնող եք, չգանք էլի, որտեղ մեզ բացատրեք, պարզ մի հատ հարց ունեմ։ Եթե ես իմանամ ստանդարտը որն է,
տարբեր մարմիններում օրինակ բերեմ, էլի ասենք դատարանը որ կալանք են քննարկում, դու պետքա ցածր ստանդարտի ապացուցեն առնչությունը, հիմնավոր կասկածը, որ մեղավոր են ճանաչում, պետք է ապացուցեն համապատասխանաբար, ասենք որ անձը կատարել է հանցագործություն քաղաքացիական հայցում, ուրիշ բան ապօրինիով շատ եք լսել, ավելի հավանական է, քան ոչ։ Հիմա ստեղ ասում ենք մենք ինչի մասին ենք վիճում։ Լավ, դատախազը միջնորդություն բերեց, ասեց գործ ունեմ։ Ենթադրվում է, որ դատախազը կարծում է, որ հանցագործություն կա, էլի, որտեվ հիմա եթե դատախազը գասի գիտեք ինչ, միջնորդություն են բերել, բայց այստեղ հանցագործություն չկա, բայց համաձայնություն տվեք, դա մի քիչ արդեն տենց հոգեկան հիվանդ դաշտում պետք է մտածենք, էլի, ողջամտության կանխավարկածով չենք կարող։ Ասում ենք, եթե ձեզ սահմանադրական մանդատ է տված որոշում կայացնելու, կարանք բարձենք ինչ պիտի որոշեք, էլի, բարձենք որոշենք, խնդիր չունենք։ Բայց ըստ էության հանձնաժողովը կրկնում էր նույն մանտրան, դե մենք հիմա իրավական հարցերը չենք քննարկում, ենք դատարան չենք, փաստերին չենք քննարկում։ Այդ դեպքում չի լսում ձեզ։ Դե ոնց ասեմ, որ ասեն լսել ենք, հիմա ինչ ասեմ։ Վերջ, ես մի հարց էլի պարոն Օրբելյան, այս թեմայից դուրս, քանի որ տեղեկատվությունը նոր է տարածվել, եթե դուք տեղյակ եք ու կարողանաք մեկնաբանել, Ստոկհոլմի արբիտրաժային տրիբունալը բավարարել է հետգործով Հայաստանի կառավարության առանցքային միջնորդությունը, հայաստանական փաստարկները ներկայացել, որ Կարապետյանները չեն բավարարում համապատասխան միջազգային համաձայնագրով ամրագրված ներդրող հասկացության պահանջներին։ Ձեր ինքնաբանությունը։ Նայեք, մի քիչ կուրճացնեմ իհարկե, բայց կա դեպքեր, որ ասում եմ վճռաբեկ դատարան մուտք արեցինք դիմում։ Դատարանը բարույթ ընդունեց մեր միջնորդությունը։ Հիմա ինչա տեղի ունենը։ Միջազգային դատական process-ը հետևյալն է։ Դիմում ենք միջազգային արբիտրաժը քննարկում է ոնց որ բոլոր հարցերը մի խմբով, բայց կա ընթացակարգ, այսպես կոչված բիֆուրկացիան, առանձնացումն է, որի շրջանակներում եթե դատարանը գտնում է, երբ որ դիմում ես ասում ես գիտես ինչ, արի օրինակ իրավազորության հարցը քննարկենք առանձին, որովհետև եթե սա բավարարվի, մենք գործի նյութերին, բնույթին անդրադառնալու անհրաժեշտություն չենք ունենա, դատարանը երբ որ առերևույթ նայում ասում է կարող է հարց լինի, իսկ քաղաքացիություն ունենալ չունենալու հարցը գաղտնիք չի, էլի, ասենք այդ մի մասի մոտ, համապատասխանաբար դրա շրջանակներում դատարանը ծանոթ չեմ որոշմանը, ինքնին ես տեսել եմ հաղորդագրությունը, կարճ քննարկում եմ ունեցել, որ բավարարվել է, ոչ թե բավարարվել է բիֆուրկացիա անելու պահանջը, այսինքն դու դիմում ես դատարան, ասես կլինի, ես մի հարց երկատման Հայաստանի միջնորդությունը մենք կբացատրենք, էլի ո՞ց եմ բացատրում, հետևյալն է, եթե ունենք գործ, մեր քաղաքացիական գործի վրա օրինակը բերեմ, որ պարզել են։ Գալիս եմ ասում հայցային վաղեմությունը անցել է։ Դատարանը այդ պահին միանգամից կանգնացնում է ամբողջ գործը, ասում եմ քննարկենք, տեսնենք հայցային վաղեմությունը անցել է թե չէ։ Բաժանում է բեր, ասում ապացույցներ կայացրու, ապացույցները հետազոտում է եւ եթե գտնում է որ վաղեմությունը անցել է, այլ գործը բովանդակային չի քննում։ Միանգամից կարճում է։ Հիմա միջազգային արբիտրաժում վաղեմությունը չի, կա այսպես կոչված առանձին հարցի վերաբերյալ այդ երկաթել բիֆուրկացիա բառն է օգտագործվում անելու միջնորդություն։ Երբ որ դուք դա կարող լինի առանձին իրավական հարց, շատ հաճախ լինում է դատարանի իրավազորության հարցը, որ դատարան իրավազոր չէ, հարցը քննարկի եւ այլն։ Երբ որ նման դեպք է տեղի ունենում, կողմը դիմում է եւ ասում է գիտեք ինչ հարգելի դատարան, խնդրում եմ քննարկենք իրավազորության հարցը առանձին։ Որովհետև որոշակի հիմքեր կան։ Այստեղ տենց շատ միանշանակ չի, որ իրավազորությունը ակնհայտ է, որովհետև դիմողները նաև Հայաստանի հետ առնչություն ունեն եւ այլն։ Դատարանը եթե բավարարում է այդ միջնորդությունը, նշանակում է հետեւյալը. առանձին քննարկման առարկա է դարձնելու իրավազորության հարցը իր դատարանը։ Համարելու արդյոք տվյալ դեպքում գործ ունենք մենք օտարերկրյա ներդրողի հետ, թե տվյալ դեպքում գործ չունենք օտարերկրյա ներդրողի հետ։ Եթե գտա, որ ունենք գործ օտարերկրյա ներդրողի հետ, վերադառնալու ենք բնականon գործը քննարկենք, եթե կգտնի, որ ինչ որ խնդիր կա այնպեսի գլոբալ, որ բացառում է դատարանի իրավազորությունը, ապա գործը չի շարունակվի։ Բայց նենց ինչ որ նոր բան որ տեղի է ունեցել, չեմ տեսնում, այսինքն այդ իրավազորության հարցը ընդունված պրակտիկա է բավականին հաճախ միջազգային ներդրումային արբիտրաժում, կրկնում եմ, երբեմն իրավազորությունը կարող է լինի, երբեմն կարող է միջանկյալ ընթացակարգերի հետ կապված խնդիրներ լինեն, օրինակ միջազգային ոչ այս դեպքում լինում է, որ պետք է ինչ-որ բանակցային process տեղի ունեցած լինի, կարող է առանձին իրավական հարց բարձրացնել, որը կողմերի միջև լուծելու դեպքում վեճը ինքնին սպառվի։ Հիմա այս դեպքում ես ինչպես հասկացա այդ հրապարակված տեղեկատվությունից, կրկնում եմ, որոշումը չեմ տեսել դեռևս, հրապարակված տեքստից ըստ էության տեղի ունեցել հետևյալը. կառավարությունը դիմել է
ու դա գիտենք, այսինքն որ բիֆուրկացվի, երկատվի եւ քննարկվի իրավազորությունը, դա դրանստեք բերեք քննարկենք, տեսնենք կարամ ես քննարկեմ թե ոչ։ Այսինքն ինքը բովանդակային որոշում չի, ընդհանրակարգային որոշում է սա, որի շրջանակներում բան չանեմ, սուպեր չնսեմացնեմ, այսինքն սա ցույց է տալիս, որ հարց կա այնտեղ, բայց այդ հարցը ի սկզբանե բոլորիս համար կար ու դա բան չէր։ Նորություն չէր ու այդ հարցի պատասխանն էլ կա եւ այդ հարցի պատասխանը համապատասխան իրավաբանները, ովքեր միջազգային զբաղվում են Լորմոնդի գործով, տեղյակ են, գիտեն, այսինքն տենց չի, որ Լորմոնդի թիմը չգիտեր, որ նման հարց կարող է բարձրացվի։ Հիշեցման կարգով արբիտրաժի կողմ են հանդիսանում Լորմոնդը, նաեւ Կարապետյանի ընտանիքի անդամները, ովքեր այլ ընկերությունների միջոցով, տնտաշիլ կապիտալի միջոցով նաեւ բաժնի տեր ունեն։ Ուզում եմ ասեմ, սա չի բացառվում նաեւ տարբերակ, որ պետք է քննարկի որ մասով ունի իրավազորություն, ես ակնկալում եմ, որ ամբողջությամբ։ Այսինքն, պարոն Օրբելյան, այս գործի շրջանակներում պարոն Կարապետյանը հանդիսանում է օտարերկրյա ներդրող։ Միայն այդ գործի շրջանակներում։ Հա, ամբողջ խնդիրը հետևյալն է, ինքը պարոն Կարապետյանը Լորմոնդն է, բայց նաև պարոն Կարապետյանը եւ ընտանիքի անդամները արբիտրաժները օտարերկրյա ներդրողների պաշտպանության տերմինում է օտարերկրյա տերմինը բավականին բազմաշերտ է եւ ոչ միանշանակ։ Օրինակ X-ը համաշխարհային բանկի ներդրումային վեճերի լուծման կենտրոնը շատ խիստ է այդ առումով իր դեպքում օրինակ Հայաստանի քաղաքացիությունը կամ Հայաստանի սուբյեկտայինությունը բացառում է օտարերկրյա գնահատելու եւ իր լիազորությունը, բայց բազմաթիվ այլ արբիտրաժային դատարաններ, դա կլինի LCI-ը, դա կլինի ICC-ի որոշակի կանոններ, դա Ստոկհոլմի դեպքում է, հնարավորություն կա մի քանի քաղաքացիությամբ, այդ թվում նաեւ ներդրման երկրի քաղաքացիությամբ գործեր քննել, այստեղ ստանդարտներն են արդեն կիրառվում, այդ ներդրումը որակելու էր կապված։ Հիմա առաջ շանսնելով ես դել եմ ասում, որոշումը չեմ տեսել դետալներին ավել չեմ տիրապետում, բայց ինքնին սա ընդհանրակարգային տեխնիկական որոշում է, որը ըստ էության կարգավորել է այս փուլի տեխնիկական հարց։